Մասնագիտությամբ ես ճանապարհաշինարար եմ, ունեմ ինժեներ շինարարի որակավորում։ Ճանապարհի ծածկից բերվում են հանուկներ։ Հանուկները փորձարկվում են նույն կարգով, դրանից հետո հանուկները վերամշակվում են, ստացվում ենք նմուշ։ Նմուշը փորձարկում ենք նույնպես։ Սա գիդրոստատիկ կշեռք է, մենք որոշում ենք ասֆալտաբետոնի նմուշի միջին խտությունը։ Դրանից հետո նմուշի միջին խտությունը եւ դրանց հարաբերությունը տալիս է ծածկի խտացման գործակիցը, որը եւ ցույց է տալիս ինչքանով որակյալ ծածկ կա ասֆալտաբետոնի։ Ճանապարհաշինության ոլորտում շուրջ 27 տարի եմ աշխատում, 1999 թվականին ավարտել եմ ինստիտուտը եւ ընդունվել աշխատանքի Ճաննախագիծ ինստիտուտ լաբորատորիան որպես մասնագետ։ 2001 թվականին կառավարության որոշում ընդունվեց ստեղծել նորաստեղծ լաբորատորիա։ Ես հենց հիմնադրման օրվանից աշխատել եմ որպես առաջատար մասնագետ։ Դե արդեն հիմա աշխատում եմ մոտ 22 տարի ստեղ եւ արդեն գլխավոր մասնագետ եմ։ Տարիների ընթացքում պարբերաբար մեր լաբորատորիան վերազնվել է ժամանակակից սարքավորումներով՝ իտալական, ֆրանսիական, շվեդական, Ռուսաստանի Դաշնության արտադրության եւ ճանապարհաշինության ոլորտում եւս մեծ փոփոխություն ա եղել, նոր տեխնոլոգիաներ են ներդրել։ Ես երբևէ այդպես ինչ-որ դիսկոմֆորտ չեմ զգացել, ես համարում եմ, եթե լավ մասնագետ ես, կոմպետենտ ես քո աշխատանքում, արդեն կարևոր չէ կին ես թե տղամարդ։